Կարևորի մասին հաղորդաշարն է եթերում, բարև ձեզ, այսօր մենք կխոսենք Գորիսի դրամատիկական թատրոնի գործունեությունից, իսկ իմ հյուրը թատրոնի տնօրեն Սյուզաննա Խաչատրյանն է։ Բարև ձեզ տիկին Խաչատրյան, շնորհակալ ենք շատ մեր հրավերն ընդունելու համար։ Սկսենք ամենասկզբից սկսենք, փորձենք հասկանալ, թե այս տարի ինչ խաղացանկով եք ներկայանալու Գորիսի հանդիսատեսին եւ ոչ միայն։ Բարև ձեզ հարգելի Արմինե, շնորհակալություն հրավերի համար։ Սիրով կներկայացնեմ թատրոնի այս տարվա անելիքները, գործունեությունը եւ խաղացանկը։ Ի սկզբանե 2026 թվականը պլանավորված էր արդեն մարտ ամսից սկսել վերանորոգումով, բայց քանի որ մրցույթը չի կայացել վերանորոգման, մենք շարունակում ենք թատրոնի բնականոն գործընթացը։ Արդեն ունենք հանձնած երկու ներկայացում, մեկը վերանորոգված, մեկը նոր ներկայացում, ֆրանսիական կատակերգություն է ուրբաթ 13։ Առաջիկայում սպասվում են եւս մի քանի առաջնախաղեր, մանկական ներկայացման, դրամատիկ գործերի, պլանավորվում է տիկնիկային ներկայացում ունենալ, որը թատրոնում լինելու է իր տեսակի մեջ առաջինը, եւ դրամատիկ այլ գործեր, որոնք դեռ քննարկման փուլում են։ Այդ քննարկման փուլում հենց այստեղ կանգ առնենք, փորձենք հասկանալ առհասարակ խաղացանկը ինչպես եք ընտրում, փորձում եք ժամանակի պահանջներին համահունչ գնալ, թե այնուամենայնիվ դասականությանն եք հարազատ մնում։ Գիտեք Արմինե ջան, առհասարակ հանդիսատեսի պահանջներն ու հետաքրքրություններն ուղղորդում են թատրոնի թեմատիկան, ձևաչափը, ոճը։ Արդեն նշեցի, ունեք բազմաժանր խաղացանք եւ դրամատիկ ներկայացումներ, կատակերգություններ։ Նախորդ տարին մենք հանձնեցինք պլաստիկ ներկայացում, որը եւս իր տեսակի մեջ տարբերվում է մեր մյուս ներկայացումներից, մինչ այժմ մենք չունեինք պլաստիկ որևէ ներկայացում։ Այն ներկայացվեց Արտավազդ 2026 փառատոնին։ Մեր ռեժիսորը որպես մարզային թատրոնների խաղացանկի հարստացման ներդրում ունեցող ռեժիսոր ստացավ իր արժանի արտավազդը։ Ինչպես նշեցի, շուտով կունենանք նաև տիկնիկային ներկայացում։ Այսինքն փորձում եք համատեղել երկուսը իրար հետ, ճիշտ հասկացա ես, որ եւ այդպես բարձր մակարդակը այսպես չտուժի բնականաբար, եւ փորձենք հանդիսատեսին ավելի այսպես թեթև գործեր պատկեվել, թեթև վատ իմաստով չէ նկատի ունեմ, որ ավելի ժամանցային, ավելի այսպես ավելի անկալելի, ավելի պահանջված, այո, ճիշտ եք, ավելի պահանջված, անկալելի եւ մեր ներկայացումները տարբեր տարիքային խմբերի հանդիսատեսի համար են։ Գտնվելով մայրաքաղաքից բավականին հեռավորության վրա եւ սպասարկելով մարզը իր բոլոր համայնքներով, ինչպես նաեւ Այոց-Ձորի մարզը, մենք ուղղակի պարտավոր ենք ունենալ տարբեր ժանրերի ներկայացումներ եւ տարբեր տարիքային հանդիսատեսի պահանջմունքները բավարարել։ Հանդիսատես թատրոն կապը ինչպես կգնահատեք, մարզային թատրոն եք, բայց դա կապ չունի, առհասարակ թատրոնը իր դերը շարունակում է կարծում եմ պահպանել մեր հասարակության շրջանում։ Գորիսում պատկերը ինչպիսին է այդ առումով։ Միանշանակ ճիշտ եք, պետք է նշեմ, որ թատրոն հասարակություն կապը բազմաշերտ եւ կենսական հարաբերություն է, որտեղ երկուսն էլ փոխազդում են եւ ձևավորում միմյանց։ Կազմակերպվում ենք օրինակ տարբեր քննարկումներ, հանդիպումներ հանդիսատեսի հետ, որը մեզ թույլ է տալիս իրական եւ չափելի գնահատական ունենալ հասարակության կյանքում թատրոնի ունեցած ներդրման վերաբերյալ։ Ինչպես ասում են, թատրոնը հասարակության հայելին է։ Այն արտացոլում է մարդկանց խնդիրները, արժեքները, ժամանակի հոգեբանությունը։ Պետք է նշեմ, որ հիմնականում բեմում ներկայացվում են այնպիսի պատմություններ, որոնք հաճախ վերցված են իրական կյանքից։ Իրապես այսօր դա բավականին հետաքրքրում է մարդկանց։ Ու հանդիսատեսը շատ ժամանակ տեսնում է հենց ինքն իրեն, իր շրջապատը, իր կենցաղը, իր առօրյան, բայց արդեն բեմում։ Իսկ հասարակությունը թատրոնի սնուցող ուժն է։ Առանց հանդիսատեսի կարծում եմ թատրոնը
կորցնում է իր իմաստը։ Եվ ի վերջո թատրոն-հասարակություն կապը գոյական եւ հոգեվոր կապ է։ Մեկը մյուսով ապրում եւ գոյություն են ունենում։ Առանց հանդիսատես չկա թատրոն եւ առանց թատրոնի տված պրոդուկտի հանդիսատեսը ուղղակի չի կարող հոգեվոր արժեքներ ստանալ։ Այ առհասարակ Գորիսեցի հանդիսատեսը պահանջկոտ է, կարողանում եք Գորիսի հանդիսատեսի այսպես տպավորությունից հասկանալ արդյոք ձեր ներկայացումը ստացված է, երկար կյանք կունենա թե չէ։ Կարող եմ ասել, որ Գորիսի հանդիսատեսը բավականին խստապահանջ հանդիսատես է, այն առումով, որ եթե բեմում դերասանի շարժումը, դերասանի խոսքը կեղծ է, իսկույն հանդիսատեսը իր վերաբերմունքով զգացնել է տալիս։ Եղել ենք տարբեր շրջաններում, հանրապետության տարբեր քաղաքներում եւ այդ համեմատականը տանելով մենք եկել ենք այդ եզրահանգման, որ այնուհանդերձ Գորիսի հանդիսատեսը այո, խստապահանջ հանդիսատես է։ Դերասանական կազմի համալրումից խոսենք, կարողանում եք անհրաժեշտ սերնդափոխությունը ապահովել, ինչպես է դա ստացվում, հրավիրյալ դերասաններ ունենում եք, չեք ունենում եւ ոչ միայն դերասաններ, այլ նաեւ ռեժիսոր, գեղարվեստական ղեկավար, արդյոք կարողանում եք այդ կազմը տեղում ապահովել, թե դիմում եք նաեւ մայրաքաղաքի մասնագետներին։ Արդեն անդրադառնում ենք մեր ամենացավոտ, այսպես ասած, հարցերին, Աստիճանաբար անցնենք խնդիրներին։ Խնդիրներին իհարկե պետք է նշեմ, որ հիմնական կազմը համալրված է Երևանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի, Գորիսի մասնաճյուղի նախկին շրջանավարտներով եւ թատրոնի երկարամյա նվիրյալ դերասաններով։ Ցավոք մի քանի տարի է արդեն թատրոնի ԵԹԿՊ-ի Գորիսի մասնաճյուղը այլևս չի գործում, որն էլ իր բացասական հետևանքները ունի, այն առումով, որ դերասանական կազմի համալրումը արդեն դժվարանում է։ Այսօր բավականին մեծ խնդիր է մայրաքաղաքից դերասանների հոսքը ապահովել դեպի մեր մարզ, իհարկե տարբեր պատճառներով, ուստի արդեն մի քանի տարի է փնտրում ենք խնդրի լուծման համար ուղիներ։ Ունենք երկու նախաձեռնություն, որը շատ շուտով ավելի տեսանելի եւ շոշափելի կլինի։ Առաջինը մենք դիմել ենք Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտորին առաջարկով, որպեսզի Սյունեցի երիտասարդներին, Սյունեցի դիմորդներին հնարավորություն ընձեռվի որոշակի արտոնյալ պայմաններով ուսում ստանալ դերասանական արվեստ եւ դրամատիկական թատրոնի ռեժիսուրա մասնագիտությամբ ուրեմն սովորելու պայմանով, որ ուսանողները պետք է վերադառնան իրենց հայրենի քաղաքները եւ աշխատեն իրենց թատրոններում, քաղաքի թատրոններում։ Ի ուրախություն մեզ պիտի ասեմ, որ ընդամենը մի քանի օր առաջ արդեն հաստատվել է այդ ծրագիրը, շուտով Մայրբուհը կհրապարակի տվյալները, ինչպես նաեւ մնացած այլ պայմանները այս նախաձեռնության վերաբերյալ։ Իսկ երկրորդ նախաձեռնությունը Գորիսի բազմագործառույթային քոլեջի հետ միասին է, այնտեղ պլանավորվում է ներդնել դերասանական արվեստ մասնագիտությունը, որը եւ կարող է, ինչպես ձեր բարձրացրած հարցը նշեցիք, լուծել ուրեմն դերասանակազմի համալրման խնդիրը։ Ամբողջ մարզի համար սա կլինի դրական առաջընթաց։ Կունենաք եւ միջին մասնագիտական կրթության մասնագետներ եւ բարձրագույն մասնագիտության կրթության մասնագետներ։ Այո, դե չի բացառվում, որ միջին մասնագիտականում էլ լինեն տաղանդավոր երեխաներ, ովքեր որ կցանկանան մայրաքաղաքում ուսանելու փոխարեն տեղում ուսանել եւ համ կադրերը կապահովենք եւ տեղում կպահենք երիտասարդներին, այսպես ասած, հուսամ հաջողություն կունենա այդ նախագիծը։ Խոսեցիք նաև թատրոնի նորոգման այդ ընթացքից, որ փուլում են աշխատանքները, մրցույթը չի կայացել, բայց եթե չեմ սխալվում, նախատեսվում են, չէ, աշխատանքներ իրականացնել։ Այո, միանշանակ արդեն երկրորդ անգամ է մրցույթը չի կայացել, բայց նախարարությունը համապատասխան բաժնի մասնագետները
փորձում են հասկանալ ինչումն է խնդիրը, շտկել այդ խնդիրը եւ նորից մրցույթը կդրվի եւ լիահույս ենք, որ մոտ ապագայում արդեն կսկսվի շենքի վերանորոգման աշխատանքները։ Ինչպես հասկացա, շինարարական կազմակերպությունները չեն մասնակցում մրցույթին, դա է խնդիրը։ Այո, ճիշտ եք հասկացել, շինարարական կազմակերպություններն ուղղակի չեն մասնակցում մրցույթին եւ նախարարության կողմից արդեն աշխատանքներ են կատարվում, որպեսզի հասկանալի լինի, թե որն է պատճառը եւ շտկվի։ Ամբողջական շենքի նորոգումն է նախատեսում, որտեղ շենքը բավականին մեծ է ու այդտեղ բավականին մեծածավալ աշխատանքներ պետք է տարվեն։ Այո, շենքը հիմնանորոգման է անցնում եւ նկուղից մինչեւ տանիք ամբողջական շենքը հիմնանորոգվելու է, փոխվելու է նաեւ հանդիսատեսի համար նախատեսված աթոռները։ Երբ որ արդեն բուն շինարարական աշխատանքը սկսի, բնական է այդ կազմակերպական հարցերը կլուծվեն ժամանակի ընթացքում, թատրոնը շարունակելու է նույն վայրում իր գործունեությունը, թե այլ տարբերակներ եք մտածել։ Այսպես ասեմ, նույն վայրում ուղղակի հնարավոր չէ, որովհետև շինարարական աշխատանքների մեկնարկի հետ զուգահեռ ամբողջ թատրոնը իր ենթակառուցվածքներով հանձնվելու է շինարարին, թատրոնը տեղափոխվելու է այլ վայր, արդեն ընտրված է վայրը, բոլոր գործողությունները կազմակերպված են եւ իր բնականon աշխատանքը շարունակելու է, կանգ չի առնելու թատերական կյանքը Գորիսում, մենք պլանավորել ենք մինչև շինարարության ավարտը շրջագայություններ կազմակերպել, հյուրախաղերով լինել հանրապետության բոլոր մարզերում, հնարավոր բոլոր քաղաքներում։ Ինչպես նաև լինելու են հյուրախաղեր արտասահմանյան։ Դե շատ լավ է, այնպես որ ժամանակը այդ տարբերակով ժամանակը կանցկացնեք, մինչև արդեն ձեր նոր շենքը շահագործման հանձնվի։ Ոչ թե նոր, այլ նորոգված շենքը։ Նոր հիմնանորոգված շենքը արդեն ավելի լուսավոր, ավելի պատրաստ ընդունելու հանդիսատեսին։ Մեկ-երկու խնդրից արդեն խոսեցինք դերասանական կազմի համալրում եւ շենքի հիմնանորոգում, այլ ինչ կարևոր խնդիրներ կան, որոնք կարծում եք, որ լուծման ենթակա են, հրատապ են եւ որոնց ուղղությամբ արդեն քայլեր եք ձեռնարկում։ Առհասարակ պետք է նշեմ, որ թատրոնների համար, հատկապես մարզային թատրոնների համար ամենահրատապ խնդիրը եւ ամենախոցելի թեման դա մասնագետների համալրումն է, թատրոնում աշխատում են ոչ միայն դերասաններ, աշխատում են տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, նկարիչներ, զգեստների ձևավորողներ, ռեժիսորներ, բեմադրիչներ եւ նույն այդ մասնագետների սղությունը ինքը արդեն մեծ խնդիր է թատրոնի համար։ Այսօր ռեժիսորների բացակայությունը մենք փորձում ենք լրացնել հրավիրյալ ռեժիսորներով եւ արդեն մոտ 2 տարի է անընդհատ տարբեր ռեժիսորներ ենք հրավիրում եւ ունենում ենք տարբեր ձեռագրեր, որը բավականին գրավիչ է հանդիսատեսի համար։ Իսկ անձնակազմի համար տարբեր ռեժիսորների հետ այդքան փոփոխվող ռեժիսորների հետ հաճախակի փոփոխվող նկատի ունեմ, աշխատելը արդյոք դժվարություններ չի ստեղծում։ Կարծում եմ դերասանական անձնակազմի համար եւս շատ բարենպաստ է այն առումով, որ ելի տարբեր փորձառություններ են ձեռք բերում եւ տարբեր մոտեցումներ են տեսնում աշխատելավոճի առումով ավելի են հղկվում, ավելի են կատարելագործվում, ռիթմները փոխվում են, յուրաքանչյուր ռեժիսոր ունի իր աշխատելավոճը եւ հնարավորություն է ընձեռնում այս պարագայում տեսնել բազմաթիվ այլ ձեռագրեր։ Փոփոխվող ժամանակաշրջանում տեխնոլոգիական առումով նկատի ունեմ, որ բավականին զարգացումներ են տեղի ունեցել, արդյոք կարողանում եք նորարարություններին հետևել եւ ձեր ներկայացումները ավելի նորարարական այսպես լուծումներով ներկայացնել հանդիսատեսին։ Միանշանակ տեխնոլոգիաների փոփոխությունները անմասն չեն թողնում նաեւ թատրոնը, այն առումով, որ թատերական ներկայացումներում շատ հաճախ այլևս անհրաժեշտություն է լինում օգտագործել նոր տեխնոլոգիաներ, նոր ձևաչափեր, որոնք ես գնահատում եմ բավականին արդյունավետ։
Կարևորը որ կարողանում եք նորարարությունները բերել ձեզ մոտ դաշտ եւ թատրոնի դերը առհասարակ հասարակության կյանքում բոլորս գիտենք, բայց ելի փոփոխվող աշխարհում արդյոք թատրոնի շարունակում է թատրոնը իր դերը պահել եւ արդյոք այս մի քիչ համացանցային սերնդի համար թատրոնը շարունակում է արդիական մնալ։ Գիտեք, շատ կարևոր է, որպեսի թատրոնում ընտրվի ճիշտ խաղացանք։ Ճիշտ խաղացանկի պարագայում արդեն հետաքրքրությունները տեսեք, մենք շեշտադրում ենք, որ համացանցը կարող է շեղել հանդիսատեսին, բայց ես ձեզ հավատացնում եմ, որ ճիշտ խաղացանկի դեպքում հանդիսատեսը ինքն է շատ ժամանակ պահանջում ներկայացումը մի քանի անգամ ցուցադրել։ Բայց առհասարակ բոլոր ժամանակներում կարծում եմ թատրոնը երբևէ չի կորցնելու իր արդիականությունը այն առումով, որ թատրոնն ու հասարակությունը միասին են զարգանում եւ մեկը խոսում է, իսկ մյուսը լսում ու արձագանքում։ Եվ հենց այդ երկխոսությունն է պահում թատրոնը կենդանի եւ այդքան անհրաժեշտ։ Ասվածին ինչ որ բան ունեք ավելացնելու։ Ասվածին ուղղակի կավելացնեմ, որպեսի մարդիկ շատ հաճախ են թատրոն, սիրեն թատրոնը եւ գնահատեն թատերական բոլոր ներկայացումները։ Թատրոնում մարդ կապն է, այդ հուզական կապը ուրիշ ոչ միտեղ կարծում եմ հնարավոր չէ ապահովել, միայն թատրոնը կարող է այդ կապը ապահովել, իսկ դրա կարիքը բոլոր ժամանակներում էլ մարդիկ ունեցել են։ Միանշանակ առավել եւս եթե ընդգծենք, որ մեր մարզը վերջին շրջանում կրել է բավականին մեծ դժվարություններ, անցել է պատերազմների միջով, այնուամենայնիվ նույնիսկ այդ ժամանակաշրջանում մենք հավատացել ենք թատրոնի ուժին եւ թատրոնը շարունակում է լինել հասարակության համար հոգեվոր հենասյունը։ Շնորհակալություն շատ։ Կարևորի մասին հաղորդաշարն էր եթերում, այսօր մենք խոսեցինք Գորիսի դրամատիկական թատրոնից, իսկ իմ հյուրը թատրոնի տնօրեն Սյուզաննա Խաչատրյանն էր։ Հաջողություն։